Բոլոր քաղաքական քիչ թե շատ վարկանի կշիռ ունեցող մարդիկ սենց լրիվ ձեռները լվացել են, այս երկից հրաժարվել են։ Էս ի՞նչ երկիր է։ Դու պատկերացնում ես աշխարհում որևէ կուսակցության նախագահ, որը ասի ես իշխանության չեմ հավակնում։ Եթե մի ձև չեք կարում խոչընդոտեք Նիկոլի Գոյությանը, հեպտի ես ձեզ երկրորդ անգամ ընտրեմ։ Աստված չանի, այդ ամենավատ տարբերակն է, լուչե բռնեն կամ սպանեն։ Եկեք ընկեք ոտերս խնդրեք աղաչեք, ոնց որ հիշում ես որ թվին էր որ ասել էր կգաք կխնդրեք հետ կգամ իշխանության։ Ասում ես Հայաստան դաշինքը կմիանա, թե չի միանա։ Եթե չմիանա, խայտարակ կլինի։ Այն առաջին ընդհանրապես ոնց որ թեմայի մեջ չկա, ասում եմ ես այդտեղ հիվանդ ձեր մարդը ինձ ձեռք մի տվեք։ Այս Նիկոլ Փաշինյանի հերացման հարցը դարել է այս ժողովրդի բգին կայնած ոսկոր։ Իրանք արդարանալու հնարավորություն ունեն։ Ասելու ախպեր դուք նախաձեռնեիք, մենք սիրով գայինք ստորագրեինք, խի չարեցիք մի անգամ գոնե։ Հիմի նույն իրավիճակում Հայաստան դաշինքը կարա հասարակությունը մտածի, որ դա պրոստը իրանք համաձայնվել են Նիկոլի նկարած կինոյում բանի ընդդիմության դերը խաղան։ Միացում Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկոլն Արցախը հանձնի։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնոր, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ողջույն։ Այսօր երկուշաբթի է, եւ դուք Հրապարակ TV-ի YouTube-յան ալիքում եք։ Պիտի խնդրեմ ներքևի հատվածում բաժանորդագրվեք, մեզ մեկնաբանություններ եւ լայքեր դնել, այդպիսով YouTube-ը ավելի մեծ լսարան կապահովի մեր փոքրիկ հաղորդման համար։ Ողջույն Ավջան։ Ողջույն, բարեցես։ Ահա։ Անցյալ շաբաթ նենց բանը շատ էր իրադարձությունները շատ էր ցանկ եմ գրել, որ քեզ հուշեմ էլի, ինչի մասին խոսենք, որոշենք միասին։ Ուրեմն Կարմիր գծերի հայցով վերջապես ոնց որ թե որոշում կա, Ռոբերտ Քոչարյանը կարճատև այց ունեցավ Մոսկվա, Սերժ Սարգսյանը դատանի առաջ խոսեց, որ իմպիչմենտը շատ լուրջ է, տեղի ունեցավ Դարի հարսանիքը համալիրում 1000-ից ավել հյուրերով եւ այսօր սկսել է Երևանյան երկխոսություն համաժողով, որ չգիտեմ էլ ինչի մասին է, որ թեման է քեզ ավելի հոգեհարազատ, ասա։ Լսի, բոլոր թեմաներն էլ հոգեհարազատ են, բոլորին էլ հետևում ենք, ոնց որ բոլորը, բայց մինչև դրան անդրադառնալու ուզում եմ մի հատ բան պատմեմ, շատ կարճ, շատ կարճ։ Մենք բոլոր ձեր քո պատմություններն են սիրում ենք։ Չէ, սա այդ տեսակ պատմություն չի, ավելի իրական պատմություն է։ Լսի, 3 առաջ օրը Ստեփանավանի ամրակից գյուղում էի ու ասենք վաղեմի ծանոթներիցս մեկին, որը մեր հաղորդման մշտական դիտողներից է, Նայիրին։ Ու գիտես, մենք մարդիկ միշտ ասում են, թե եթե բան չի փոխվում, այս խոսալը եւ այլն, չէ, ինչ իմաստ ունի, գործողություններ են պետք, հերիք է խոսալ, բան։ Օրինակ, երբ որ Նայիրին տեսա, այտենց փաթաթվեց, գիտես ինչ ասեց։ Ասեց, այնքան ուրախ եմ, որ ձեր հաղորդումը ու այտենց հաղորդումներ կան, որովհետև ես Երևանից 150 կիլոմետր հեռավորության վրա, երբ որ նայում եմ, միշտ մտածում եմ մի բանի մասին, որ ես մենակ չեմ, որ իմ նման մտածող մարդիկ էլի կան։ Ես այտենց մի տեսակ բան եղա, ես այտենց բան չեմ էլի, ինձ մեծամիտ չեմ, էգոյի։ Շարված գացիր, լավ քեզ։ Չէ, բայց ես մտածեցի, որ դրա մեջ կա ինչ-որ ռացիոնալ բան, էլի, որ մարդը ասում է, որ ես համարում եմ, որ ես այս գյուղում մտածում եմ ձեր նման, դուք մտածում եք, մենք համախոհներ ենք ու ես ինձ լավ եմ զգում, որ ես մենակ չեմ։ Ես էլ ասեցի Նայիրի ջան, շատ ուրախ եմ, որ տենց ես մտածում, էլի, ինքն ասեց հա։ Լսի, դրա մեջ նենց լուրջ տրամաբանություն կա, անգամ այդ հանրահավաքների ժամանակ, եթե նույնիսկ շատ մեծ ինչ-որ տենց մարդկային զանգվածներ չեն հավաքվում, մի քանի հազար մարդ է լինում, էլի այդ մարդիկ այդ զգացում ունենում են, էլի, որ մենք ստեղ մենակ չենք պայքարում, մենակ չենք ուզում այս ամեն ինչը ավարտվի, մենակ չենք բանանում դեմ այս իշխանության ու այս կառավարությանը, բայց այդ Ստեփանավանի մարդը օրինակ, եթե ինչ-որ գործընթաց սկսի, կգա Երևան։ Լսի, նախ ինքը միշտ մասնակից է եղել քաղաքական պրոցեսներին, միշտ եղել է ակտիվ ՀԺԿ-ական, միշտ ընդդիմադիր է եղել ցանկացած իշխանության ու նаш человек։ Այո, միշտ հետապնդվել է, մշտապես աշխատանքից հեռացել է, ինքը մասնագիտությամբ ուսուցիչ է,
մեջտապես հեռացրել են աշխատանքից տարբեր չեմ ուզում հիմա անուններ տալ նախկին իշխանությունների օրոք, թե ում օրոք, ումը պաշտպանելու համար, որ չասեն հիմա էլ սրանա կպնում, ընդդիմությանն ա կպնում բան, բայց այդ մարդը նույնիսկ կոմունիստների իշխանության օրոք ընդդիմադիր է, մարդը քննադատական վերաբերմունք ունի, այսինքն Մարդը իր իշխանությունից պահանջներ ունի, Այո, շատ նորմալ է։ այո, այո։ Շատ նորմալ է, շատ բնական բան։ Իսկ եթե անդրադառնանք ասում նախկինների անունը տվիր, էլի, Քոչարյան, Սերժ Սարգսյան, հակամարտության։ Լսի, սկսենք նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը դե անցած երկուշաբթի, երբ որ մենք խոսում էինք, այդ ժամանակ հարցազրույցը հրապարակվեց, ես ճիշտն ասած, քանի որ չէի հասցրել դիտել այդ հարցազրույցը, Հաղորդումից հետո ես նայել։ Հա, հաղորդումից հետո եմ նայել ժամանակի բերումով։ Պարզ է, որ Քոչարյանը դիրքավորվեց որպես Հայաստանի, այսպես ասած, պրոռուսական ընդդիմության թեկնածու, որովհետև ինքը հստակ Բայց մենակ այդ ինձ թվում է նաև դիրքավորվեց որպես միակ ընդդիմադիր։ Չեմ կարծում, թե միակ ընդդիմադիր։ Չէ, ինքը իր ասածը այն էր, որ Հայաստանի փրկությունը կամ Հայաստանի փրկության ճանապարհը դա Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ պահելն է եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները Ընդդիմադիրներից շատերն են այդ ասում, էլի, նշի որ ինքը դրանով դրան էլ օրինակ կանրադառնանք, իհարկե դրան էլ կանրադառնանք։ Նույնիսկ դաշնակցությունն է հիմա դրա մասին խոսում։ Եվ դիրքավորվեց մի մարդ, որը չի պատրաստում հեղափոխություն անի, այլ ուզում է գնալ ընտրությունների։ Դա ինքը ասել էր նաև փետրվարին, ասեց նաև այս անգամ, ասեց, որ հնարավոր է ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Բայց չասեց ոնց։ Ասաց, որ հնարավոր է ընտրություններով բան անել Նիկոլ Փաշինյանին հեռացնել, բայց չասեց ինչ է փոխվել 21 թվից հետո, որ 26 թվին այդ հնարավորությունը լինելու է։ Ինչ տարբերություն է, էլի։ Լսի, ես տարբերությունը սենց եմ հասկանում։ Իրանք հավատում են կամ ուզում են հասարակությանը հավատացնեն, որ 21 թվականին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անհամեմատ ավելի բարձր է եղել։ Մենք վերադառնում ենք մեր նախորդ զրույցին, որ 26 թվականին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անհամեմատ ավելի ընկած է լինելու եւ այդ պայմաններում հնարավոր է լինելու Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Ես իհարկե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անհամեմատ ընկած է, բայց ընդդիմությանն էլ անկել։ Գիտես, ընդդիմության վարկանիշը ընկել է այն իմաստով, որ հիմա մարդիկ չեն հավատում, որ մարդկանց մոտ կորել է հավատը, որ ընտրությունների միջոցով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Եկանք երրորդ նախագահի տեսակետին։ Այդ են ասում ՀՀԿ-ականները, ասում են եկեք impeachment անենք, որովհետև ինչ պարագայել լինի, ինչ իրավիճակ է լինի, ինչ վարկանիշ էլ ունենա իշխանությունը, կկեղծի, կխեղաթյուրի, ինչ որ մանիպուլյացիաներով, բանով կբերի նրան, որ ինքը էլի կգրի։ Ես մի հատ ռետորական հարց եմ ուզում տամ Ռոբերտ Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին։ Դավայ։ 10 տարի Ռոբերտ Քոչարյանը եղել է իշխանության։ Նույնիսկ 11 տարի, որովհետեւ ինքը վարչապետի պաշտոնում նշանակվել է 97 թվականին, նախագահական ընտրություններին մասնակցել է 98-ին եւ իշխանությունը թողել է 2008-ին։ Մի հատ sense հարց եմ տալի։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք հնարավոր էր որևէ ընդդիմադիր թեկնածու իրան հաղթեր նախագահական ընտրություններում, իհարկե ոչ, իմ կարծիքով։ Քեզ կասեն լավ նախագահ է եղել, բարձր վարկանիշ ա ունեցել, դրա համար էլ հնարավոր չէր։ Հիմա ուրիշ հարց եմ տալի։ Հայաստանում 1000-ից ավել համայնքներ կան։ Այն ժամանակ համայնքների խոշորացում չէր եղել։ Այդ 10 տարվա ընթացքում այդ 1000 համայնքներում եղել են մի քանի հազար համայնքապետի ընտրություններ։ Եղել է որևէ համայնք, որտեղ որևէ ընդդիմադիր թեկնածու հաղթել է ընտրություններում։ Ես քեզ ասում եմ, ես չեմ հետևել ես այդ թվականներին եղել եմ շատ ակտիվ լրագրող, անհամեմատ ավելի ակտիվ, քան հիմա եմ, եւ ես քեզ կարամ ասեմ, որ չի եղել նման դեպք, որ որևէ ընդդիմադիր թեկնածու հաղթին։ Եթե համարում են, որ հիմա ավելի ժողովրդավարական իշխանությունն է, դե բա տեսնում ես, քանի հատ ընդդիմադիր համայնքապետ հաղթեց ընտրություններում, Գյումրիում, Վանաձորում, չգիտեմ, Գորիսում, Կապանում, ուր ասես։ Եվ ուր են այդ ընդդիմադիր թեկնածուները։
Ուր են։ Լսի, Հալածվում են։ Կապանի ընդդիմադիր տեխնատուն ինչ է, հիմա ընդդիմություն է։ Գորիսի ընդդիմադիր տեխնատուն Արուշ Արուշանյանի հիմա ընդդիմությունն է։ Վանաձորի բանը քաղաքապետը ուր է։ Մենակ Գյումրին է, որը Դա դեռ թարմա։ լսի, Գյումրին էլ ես մտածում եմ Վարդան Ղուկասյանին կամ նստացնելու են, կամ կարող է սպանեն, ենթադրենք։ Չեմ բացառում։ Չէ, բայց Կրանք։ լսի, բայց ինքն էլ է մտածում այտենց։ Լսի, ինքն էլ է չէ մտածում, Կարող է մի տարի հետո, ասենք, չգիտեմ, լեզու է գտնում, ինչ որ կերպ սկսում է աշխատել այս իշխանության հետ։ Աստված չանի, այդ ամենավատ տարբերակն է, լուչե բռնեն կամ սպանեն։ Լավ, էլ մի։ Հա, բայց ինչ։ Ուրիշ բան եմ ուզում խոսենք։ Թողնենք հենց այդ համայնքապետերին, ես հասկանում եմ դու ինչ ես ակնարկում, որ հնարավոր չի այս իշխանության պարագայում ընդդիմադիր համայնքապետ լինել, դա ժողովրդավարություն չունեն իրանք, ոնց ինչքան էլ իրանք մեջտեղից չճղեն, որ նայեք մեր մոտ ընտրություններով, չգիտեմ, ընդդիմադիր տեխնատուի ախտը, մեկը արդյունքում ելնում է հենց, որ էլի իշխանությունն է վերցնում այդ համայնքները։ Ինչ որ բան է հետաքրքրում։ Եթե հետ են գալիս 26 թվականի ընտրություններին, օքեյ, ամենաճիշտ, չգիտեմ, ժողովրդավար, խաղաղ երկրի համար անցնցում տարբերակը իհարկե ընտրություններով իշխանապողություն անելն է։ Բայց դու ասում ես, եթե անգամ ընդդիմությունը չի կորցրել իր վարկանիշը, ենթադրենք, որ տենց ստաբիլ այդ 20-21% ընդդիմություն ունի որպես վարկանիշ։ Բայց ես ընտրող եմ։ Ես ընտրել եմ 21 թվականին Հայաստան դաշինքը։ Ես անկեղծ այնքան դժգոհ եմ այս 4 տարվա իրանց գործունեությունից, որ երկրորդ անգամ ձեռս կկոտրվի չեմ կարենա այդտեղ այդ նույն բանի մեջ կուբիկի մեջ էլի բջիջկեն դնեմ, էլի։ Ու ինպես մարդիկ շատ են, ես մենակ չեմ։ Հիմա ինչ ես կարծում, այդ ընդդիմության այդ ստաբիլ 20-20 քանի տոկոսը իրանք կպահպանվեն հենց այս ուժերի շրջանակներում, թե կտեղափոխվեն այլ քաղաքական ուժեր։ Զարա, նախ սենց մի հատ խնդիր կա։ Իրանք ոնց են մտածում, ասենք նույն Ռոբերտ Քոչարյանը։ Մտածում է լավ, հիմա եթե ընտրություն լինի, դες դու ասում ես ձեռս կկոտրվի, իրան չեմ ընտրի, կամ Հայաստան դաշինքին չեմ ընտրի, որովհետև դժգոհ եմ։ Պարզ է, ես էլ եմ դժգոհ։ Նույն իրանց ընտրողներն էլ են դժգոհ, որովհետև բոլոր դժգոհ են մի պատճառով, որ իրանք կուզենային, որ այս անցած 5 տարվա ընթացքում Հայաստան դաշինքը աներ քայլեր, որ հեռացներ իշխանությանը, այսինքն Նիկոլ Փաշինյանը չլներ իշխանության։ Բայց հիմա տես, իրանք ոնց են մտածում։ Ասում են լավ, հիմի որ գա ընտրության պահը։ Ոչ ես գնալու Նիկոլ ընտրել։ Հա, ոչ ես գնալու, ասենք դու ասում ես ձեռս կդրում։ Ախպեր, Նիկոլ չեմ ընտրի, չգիտեմ։ Ում կընտրես։ Ինչ Էդմոն Մանուկյանն ես ընտրելու։ Ես չգիտեմ, ուրիշ մեկին կընտրեմ, որովհետև ձեզ արդեն ընտրել եմ, տղեկ։ Ես եկա 21-ին, դուք ինձ ասեցիք կրելու եք։ Շատ լավ է։ Ես համաձայն եմ, որ ձեր դուք ձեր ուժերի մաքսիմալը արել եք, որ կրեք։ Բայց դուք ինձ խոստացել եք, որ իմ խմբակցության առաջնորդը լինելու է Ռոբերտ Քոչարյանը, արդյունքում փոխարինեցիք Սերյան Օհանյանով, որը անհամեմատ էլի, լրիվ ուրիշ տեխնատուա։ Դուք ինձ խոստացել եք, որ այս ամբողջ բանի ժամկետի ընթացքում պայքարելու եք Նիկոլի դեմ, մի անգամ լուրջ պայքար որպես այդպեսին հենց իրավական ճանապարհով տեղի չունեցավ։ Արցախը հանձնեցին, դուք որից արձագանք չարեցիք, ոչ մի ձև չհակազդեցիք այս իշխանության այս 5 տարիների, այս չգիտեմ բանի ավերելու քաղաքականության։ Եթե մի ձև չեք կարում խոչընդոտեք Նիկոլի գոյությանը, հետո ես ձեզ երկրորդ անգամ ընտրեմ։ Լսի, ասելու են սենց հայ, եթե ինչ մեզ չես ընտրում կամ պիտի Նիկոլին ընտրես, կամ պետքա ընտրությանը չմասնակցես։ Ընտրությանը չմասնակցելով դու սենց թե նենց ընտրում ես Նիկոլին կամ օժանդակում ես իր վերարտադրությանը, ասում ես ու գնամ երրորդ ինչ որ ուժի ընտրեմ։ Ռոբերտ Քոչյանը ուրիշ բան ասեց ես ինքնաբավ մարդ եմ։ Այսինքն ինձ իշխանությունը մեծ հաշվով պետք չի, ես փողել ունեմ, տունել ունեմ, կարողություն էլ ունեմ, երեխեքս էլ ապահոված են եւ այլն, թվում է թե իշխանությունը մենակ տուն-տեղ կամ հարստություն ունենալու կամ երրորդ անգամ երկիրը կփրկեմ։ Հա, ես գալիս եմ ձեր համար եմ, գալինես չի որ ես ձեր Եկեք ընկեք ոտերս խնդրեք աղաչեք, ոնց որ հիշում ես ո՞ր թվին էր որ ասել էր կգաք կխնդրեք հետ կգամ իշխանության։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի որ ասել էր ազգովի կխնդրեք, դա հիշում եմ 2003 թվականին նու մոտավորապես այտենց դա մեմ դառավ 2003 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը օդանավականում հարցազրույց էր տվել, եթե չեմ սխալվում, ու այտենց որ խոսել էին հետ վերադարձի հնարավորության մասին, կիսահումոր, կիսաբան, ասել էր որ եթե ազգովի գաք։ Հիմա ես ուրիշ հարց եմ տալի, ինչի քաղաքական գործիչը իշխանությանա գալի
բանի Մենակ իշխելու, կառավարելու համար։ Լավ թեկուզ փրկելու։ Լսի, մարդը ունի տեսլական, չէ, ինքը համարում է, որ այն երկիրը, որում ինքը ապրում է, որի քաղաքացին է, որի համար ինքը սրտացավ է, չէ, ինքը ունի տեսլական այդ երկիրը փրկելու կամ ճիշտ լավ փրկել չասենք, լավ, նույնիսկ եթե սովորական շարքային իրավիճակ է Հայաստանի նման Ճիշտ կառավարելու։ Հա, ինքը ունի ծրագիր, ինքը ունի պատկերացում այդ երկրի ապագայի առաջընթացի զարգացման վերաբերյալ, ինքը ասում է ախպեր ջան, ես ինքնաբավ եմ, ես իշխանության կարիք չունեմ, եթե դուք իմ կարիքը ունեք, գնացեք ընձի ընտրեք, որ ընտրություններից հետո ինքը չհաղթի, Ասում եմ, այդքան կարիքս ախպեր չունեք։ Դուք եք մեղավոր, դուք եք մեղավոր, չընտրեցիք ընձից այսպես ասած ռուսերեն ասած սպրոս չկա։ Ինձնից Աստծո կրակ եք ուզում, ես արդեն այդ նախադասությունը հնչել է հասկանում ես, ինքը այս վերջին ասուլիսի ժամանակ ասեց, դե ինչ անենք, չընտրեցին մեզ, մենք մտածում էինք, որ հաղթելու ենք, չհաղթեցին։ Հա, նույն բանը ասելու է 20 փոխվել, որ 26-ին չասի։ Ոչ մի բան չի փոխվել։ Ընդհակառակը ինքը եթե 26 թվին հասարակությանը մոտիվացնելու համար ասում էր կրելու ենք, այսինքն մարդիկ հավատում էին։ Հիմի որ ասի կրելու ենք, նախ ասելու են ախպեր, այն վաղ էր ասում կրելու ենք, հա, հիմի ասում է դուք, ինձի պետք չի իշխանություն, գլխանց ասում եմ, ես ձեր խաթր ախպեր, պատրաստ եմ առաջադրվեմ գամ երկիրը ճգնաժամից հանեմ։ Երրորդ անգամ չգիտես էլի, այդ ոնց է հաշվում, մի անգամ երևի հաշվում է, որ Արցախն է երևի։ Չէ, ինքը Արցախը չի հաշվում ինձ թվում է։ Ինքը հաշվում է, որ 97 թվականին, երբ որ իրան Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց նշանակեց Հայաստանում վարչապետ, Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ էր, իրականում 96 թվականի կեղծված ընտրություններից հետո, եւ ինքը իբր թե հաղթահարեց այդ բանը։ Մի հատ էլ 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո երկիրը ճգնաժամի մեջ, իշխանության ճգնաժամի մեջ հայտնվեց ու ինքը այդ ճգնաժամն էլ հաղթահարեց։ Բայց մի բան ասենք, Ռոբերտ Քոչարյանը երբեք իշխանության չի եկել որպես ընդդիմություն։ 97 թվականին էլ ինքը նշանակվել է նախագահ եւ այսպես ասած վարչապետ։ Ստացել է, էլի, ժառանգություն է ստացել իշխանությունը։ Նշանակվել է։ Հələ թող չլներ վարչապետի պաշտոնը։ Կամ իշխողոշի տեխնատուն չլիներ։ Հա, ինքը ինչա կրելու էր, Կարեն Սերոփիչին կրելու էր բանը։ Չէ, բացառված է։ Բայց սենց էլ կրակ կլինի։ Մի հատ ուզում եմ մի քիչ շեշտադրում անենք։ Այս մեկն ասում է ինձ բան իշխանություն պետք չի, եթե ձեզ պետք է կարամ գամ ձեզ փրկեմ։ Այն մեկն ասում է ես ոչ հավակնում եմ, ոչ ուզում եմ, բայց եկեք impeachment անենք, այս չարիքից ազատվենք։ Այն առաջինը ընդհանրապես ոնց որ թեմայի մեջ չկա, ասում է ես այդտեղ հիվանդ ձեր մարդ եմ, ինձ ձեռք մի տվեք։ Բոլոր քաղաքական քիչ թե շատ վարկանի կշիռ ունեցող մարդիկ սենց լրիվ ձեռները լվացել են, այս երկից հրաժարվել են։ Էս ի՞նչ երկիր է, էս քաղաքական Իհարկե Սերժ Սարգսյանի դիրքորոշումն էլ է բան։ Լսի, տարօրինակ կամ անհասկանալի։ Դու պատկերացնում ես աշխարհում որևէ կուսակցության նախագահ, որը ասի ես իշխանության չեմ հավակնում։ Լսի, տենց բան։ Ոնե ասի լավ, ես չեմ հավակնում, բայց Արմեն Աշոտյանն է հավակնում, օրինակ։ Կամ Էդուարդ Շարմազանովն է հավակնում։ Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանալու, եթե Արմեն Աշոտյանն է հավակնորդը իշխանության, այդ ճիշտ կլինի, որ Արմեն Աշոտյանը դառնա ՀՀԿ նախագահ եւ ինքը հանդես գա ՀՀԿ նախագահի անունից։ Լսի, դե մի հատ ուրիշ խնդիր է առաջանում, որովհետեւ ինչի դա տեղի չի ունենում, որովհետեւ եթե նույնիսկ այդպես բան տեղի ունենա, օրինակ Արմեն Աշոտյանը դառնա ՀՀԿ նախագահ։ Լսի, ինքը իրական ՀՀԿ նախագահ չի լինի, որովհետև Սերժ Սարգսյանի հեղինակությունը անհամեմատ ավելի մեծ է, քան Արմեն Աշոտյանին է։ Պետք է լինի արհեստական ՀՀԿ նախագահ, այնքան ասած Սերժ Սարգսյանի նշանակած կամ Սերժ Սարգսյանի ստվերի տակ գտնվող ՀՀԿ նախագահ։ Այտենց ես հիշում եմ, որ այտենց բաներ անում էին Ռաֆի Հովհաննիսյանն ու Պարուր Հայրիկյանը։ Ռաֆի Հովհաննիսյանն էլ էր իբր թե Ժառանգության կուսակցության նախագահ, ինչ որ մարդկանց դնում, Պարուր Հայրիկյանն էլ էր այում ինչ-որ նախագահներ նշանակում, այդ Ներսես Զեյնալվանդյանը, չգիտեմ, ընդեղ Արամատ Զաքարյանը, դե դու չես հիշում, ես հիշում եմ, դե ես Թութանհամոնին եմ հիշում, դու ոնց ասում ես Արամատ Զաքարյանին կամ
բանին չհիշեմ։ Լսի, պատմեմ ես Բայց մարդիկ միշտ գիտեին, որ Ժառանգություն կուսակցության ղեկավարը Ռաֆի Հովհաննիսյանն է, ԱԻՄ-ի նախագահն է Պարուլ Հայրիկյանն է։ Ինչի է դա տեղի ունենում, Զառա ջան, որովհետև Հայաստանում կուսակցությունները դրանք մեծ հաշվով ՍՊԸ-ներ են, այսինքն մի մարդու կամ մի պուճուր խումբ մարդու բաժնետերերի, այսինքն ոչ թե դրանք մեծ ընկերություն են, որը բիզնես են բաժնետիրական անում։ ընկերություններ են, այլ մի անձի կամ մի փոքր խմբի փակ բաժնետիրական ընկերություններ են։ Ու երբ որ այդ բաժնետերերը էլ չկան, բանը ՍՊ-ի աշխատողները կամ սենց ասեմ, չեն կարողանում պահեն այդ կառույցը։ Իհարկե, մենք դրա օրինակները տեսել ենք ՀՇ-ի նման հզոր կուսակցությունը, որը չգիտեմ Մի գիշերում, չէ, Վառնետավազք եղավ։ Հա, երբ որ իշխանությունը կորցրեց, բան եղավ։ Հիմա չլներ Սերժ Սարգսյանը, ես մեկ ասում եմ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկը տա, ասենք ինչ-որ մեկին Շարմազանովին կամ բայց հանկարծ այդպես բան լինի, կարող է Քանդվի այդ կուսակցությունը, հա, լավ, քանի կա այդ կուսակցությունը, հիմա տենց մի քիչ ինսայթներ ասեմ, դու ասա ինչին ես հավատում, ինչն ես կարծում, որ սուտ է։ Ուրեմն իմ ինֆորմացիայով շատ ակտիվ քննարկվում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը, ու գլոբալ դրան կողմ են նաև դաշտում արկա բոլոր խաղացողները, արտաքին, ներքին, բացի Հայաստան դաշինքից, որի առաջնորդը հայտարարեց, որ ճիշտը ընտրություններով գնալն է։ Հիմա ինչ ես կարծում, այս պահի դրությամբ կհաջողվի Արթուր Վանեցյանին համոզել, որ դնի իր թեկնածությունը։ Իմպիչմենտի դեպքում։ Այո, իմպիչմենտի մասին։ Հա, ոչ թե ընտրությունների։ 26-ին դեռ ովսավ ողմերած, էլի, կարող է մենք մեզնից ոչ մեկ չի լինի մեր թվին արդեն։ Կհաջողվի համոզել Վանեցյանին հիմա դնել թեկնածությունը, կհաջողվի ստիպել Հայաստան դաշինքին տալ ստորագրությունները, որտեղ իրանք խոստացել են, որ կտան, եթե 8 ստորագրություն լինի, եւ կհաջողվի այդ գործընթացը գոնե մուտքագրել ազգային ժողով, թե չէ։ Լսի, Արթուր Վանեցյանի թեկնածությունը իմ համար անհամեմատ իդեալական տարբերակ չի, բայց անհամեմատ ավելի լավ է, քան Էդմոն Մարուքյանին։ Չենք քննարկում։ Հա, քննարկման ենթակա չի։ Արթուր Վանեցյանը ճիշտ է, համագործակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ եւ Բայց ասում եմ շուտ է դարձի եկել։ Շուտ է դարձի եկել եւ Չեվ պատերազմը։ Եվ, ահա, այդ եմ ասում։ Ամենակարևորը նա պատերազմի բեռը, պարտության բեռը իր վրա չի կրում։ Իսկ դա խայտարակ բան է։ Ինքը կարող ասի, ես էլ եմ խաբված եղել, մտածել եմ իսկականից բանը հեղափոխություն է, իսկապես մեր երկրի համար հնարավոր է իշխանություն է։ Իսկապես հնարավոր է մեր երկրի համար ինչ որ լավ բան անել, հետո տեսել եմ, որ չէ, սրանք լրիվ երկիրը ուրիշ տեղ են տանում։ Հիմա 8 ստորագրության հարցը իրականում հնարավոր է 8 ստորագրություն հավաքել։ Դա 6-ը պատիվ ունեմ, նա երկուսն էլ են երկուսն են։ Հա, այն երկուսն։ Հա, Հովիկ Աղազարյան։ Այն երկու պուպուշն են։ Մեծ հաշվով։ Ես մտածում եմ, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կարան միանան այդ բանին։ Եթե չմիանան, Չէ, այդ սկզբից գանք էլի, Վանեցյանը համաձայնություն կտա, թե չէ։ Միանալը մի կողմ թողնենք, որովհետև եթե ինքը ասես չէ, ախպեր չեմ ուզում, ոնց որ բոլորն են ասում, հա, Սերժին իշխանություն պետք չի, Քոչարյանին իշխանություն պետք չի, բոլորը այդպես հրաժարվում են այս երկրի։ Մի մասը կհամաձայնվի, թե չէ, ըստ քեզ։ Շատ սուբյեկտիվ բան եմ հարցնում, էլի, անձնական կարգ։ Ինքը պատիվ ունի մի անդամ է եղել։ Մեծ ղեկավարն է եղել, ֆրակցիայի ղեկավարն է եղել։ Հիմա ինքը Երբ որ մտել է այդ բեռի տակ 2021 թվականին, ինքը մտել է նաև այն բանի համար, այն գիտակցմամբ, որ ինքը ֆրակցիա ղեկավարում, որը պետքա Նիկոլ Փաշինյանին հեռացնի իշխանությունից, Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ համագործակցելով, չէ՞, համաձայն ես։ Այսինքն երկու դիմադիր ուժերը փաստացի գնում էին դրա համար, ասում էին մենք մեր օրակարգով ենք գնում ազգային ժողով։ Եվ այդ օրակարգը Նիկոլին հեռացնելն էր։ Լսի, ինքը մի պահ տեսավ, որ դա բան չի, հնարավոր չի կամ ասել Քոչարյանը լուրջ չի։ Չեմ ուզում Քոչարյանը ասեմ լուրջ չի, դա չեմ ուզում ասեմ, նույնիսկ դտենց չեմ ձևակերպում, ասում եմ, որ դրա հնարավորությունը չկար։ Տեսական, գործնական հնարավորությունը չկար։ Մարդը ասեց ախպեր, եթե չեմ կարում իմ մնալը ստեղ անիմաստ է։ Մնամ քֆուրուտը։ Լավ քֆուրուտ եմ, մեկ ընձի համբալ ասի, չիմանամ ինչ անեմ, ոչ խփեմ, սպանեմ, ոչ այնա, ասեմ դե լավ, դա համբալը դու ես,
Էնի ասի չէ դու ավելի շատ համբալ ես ու սենց ինչ-որ հիմար վեճ դառնա դրանից անցնենք հիմա գանք մեր կոնկրետ մեր հարցին Ուզում ասես եթե այն ժամանակը ուզում էր իշխանափոխություն հիմա էլ պետք է ուզի Պարտավոր է ոչ թե ուզել չուզելու հարց չի այդ մարդուն ժողովուրդը հասարակությունը քվեա տվե որ ինքը գնա ընդդիմություն աշխատի ինքը ասել է հնարավոր չի ես ձեզ արածը բան անեմ խոստացածը իրականացնեմ հիմա իրան ասում են սենց հնարավորություն կա եթե 2 տարի առաջ դա հնարավոր չէր 22 թվին կամ 23 թվականին հնարավոր չի 25 թվին հնարավոր է դե քանի որ հնարավոր է դու իրավունք չունես փախնես ասես չէ ախպեր դե ես այն ժամանակ ինչ տարբերություն դու 21 թվին էիր պատրաստ թե 22 թվին վերջը հիմա փաստացի ստեղծվել է այդ հնարավորությունը 8 ստորագրություն եթե հավաքեն հիմա գալիս ենք հաջորդ հարցին ասում ես Հայաստան դաշինքը կմիանա թե չի միանա եթե չմիանա խայտառակ կլինի ինչ քաղաքական այլևս բան չի ունենա ոչ մի վեկտորում տեղավորվելու հնարավորություն չի ունենա մի հատ տարբերակ կա որ այն իրանց ասածը որ Ռոբերտ Քոչարյանը ամուլի ասուլիսում հնչեցրեց ասում է 6 եթե հիմա տապալվի 6 ամիս հետո 6 ամսվա ընթացքում եւս 6 ամիս մենք չենք կարա այդ հարցը տորվել էին այս 4 4 տարվա մեջ քանի հատ 6 ամիս կա 8 հատ այսինքն 8 անգամ հնարավոր էր լսի բայց դու պատկերացնում ես եթե 8 անգամ այդ հարցը բարձրացվեր նույնիսկ տապալվեր դու պատկերացնում ես գոնե Նիկոլի ստրեսը կավելանար էլի լսի հանրային մի հատ մթնոլորտ կձևավորվեր որ այս Նիկոլ Փաշինյանի հերացման հարցը դարել է այս ժողովրդի բգին կայնած ոսկոր պրոստը ու Նիկոլի լեգիտիմությունը կզրոյանար էլի ուղղակի մի 80 հոգի կամ 70 հոգի կամ 60 քանի հոգի հա սրանք դարել են այս ազգի բգին կանգնած մի հատ ոսկոր որը հնարավոր չի թողում այս ազգը բանը շնչի սնվի ես եմ այդ ասում ես որ ասում եմ Հայաստան դաշինքից հիասթափվել եմ այդ դրա մասին է խոսքը ախպեր դուք այսքան հնարավորություն եք բաց թողել հիմա էլ ասում եք 6 ամիս չի լինի նախ կարելի է այդ նախագիծը չմուտքագրել միջև բոլոր անհրաժեշտ ձայները չհավաքես հեչ պարտադիր չի հենց թղթի վրա ստորագրեն կարելի է կուլիսային պայմանավորվել թե չէ Զարա ջան եթե 8 ստորագրությունը կա 28 էլ նրանք են 28 էլ նրանք են դառնում է 36 այդտեղ ոչ մի խնդիր չկա 36-ը շատ լավ է պլյուս 18 էլ ԿՊ-ից է պետք է ընդհանրենք իրանք անհանգիստ են որ հետո կգնա ԿՊ-ն չի քվեարկի դրան չէ այդ են ասում են այս իրավիճակում երբ որ ԿՊ-ն դոշով Նիկոլա պաշտպանում մեզ համբալա ասում կարծում եք Նիկոլի դեմ են քվեարկելու հիմա այդ հարցին պատասխան կա չէ կարակ նախապես պայմանավորվեք ԿՊ-ի հետ նոր մուտքագրեք լսի պետք չի նախապես պայմանավորվել փողոց լցրեք ճնշեք ես էլի եմ ասել լսի պարզ է որ ԿՊ-ում մարդիկ բանի են Նիկոլի շուրջը համախմբված են մի պատճառով որ Նիկոլը նրանց վախի փողի կաշառքի եւ բանի միջոցով պահում է իր կողքը եւ այդ մարդիկ վաղը մյուս օր որ այդհաս ասես ախպեր բա խի բան չէի կանում Նիկոլի դեմ չէի բա ասում են ախպեր մենք գերի էինք լսի այն ինչալոց այդ քո ամենահանճարեղ միտքն է որ իրանք արդարանալու հնարավորություն ունեն ասելու ախպեր դուք նախաձեռնեիք մենք սիրով գայինք ստորագրեինք խի չարեցիք մի անգամ գոնե լսի գերին երբ իրավունք ունի ասի որ ես գերությունի ասում եմ ախպեր ջան բերթի դռները բացեի գայինք միանայինք ձեզ գայինք միանայինք ապստամբներին բա ոնց է չէ եղել են կինոների մեջ տեսել ենք բա գրքերում կարդացել ենք չէ փոքր ապստամբների խումբը գնացել է կրակել է այդ բաները կալանավորները ապստամբել են միացել են բաներին դրսից եկած օգնության եկած ուժերին հիմի որ սրանք ասում է դե ես ինչ անեմ Նիկոլ տանձի սպանի տանի նստացնի Հովիկ Աղազարյան անի քրեական գործ հարուցի վրես վախում եմ ախպեր հիմի ես չեմ կարա ես հերոս չեմ ճիշտ է ես հոգով սրտով ձեր հետ եմ եղել կամ Նիկոլին դեմ եմ եղել Նիկոլը գիտեք մեզ ինչքան է ստորացրել կամ գիտեք ինչքան է նվաստացրել գիտեք ինչա մեր համար հաճելի էր ես չլնեի լրիվ ճիշտ է ինձ թվում է ես չլնեի հիմի ասենք թե բանը ըմբոստացավ իբր թե ըմբոստացավ բանը դու ասա Արսեն Թորոսյան չէ այս որ մանդատը վայր դրեց Վիլեն Գաբրիելյանը
Վիլեն Գաբրիելյանը հիմա կիսանդիմադիր դիրքերից է, չէ՞, հանդես գալի բան։ Օրինակ Վիլեն Գաբրիելյանը կմիանար։ Ես վստահ եմ կմիանար, որովհետև օրինակ Իսկ դու գիտես, որ Վիլեն Գաբրիելյանը երբ որ ցուցակ են ներգրավել, Նիկոլ Փաշինյանը հարց է տվել, ասել է, այստեղ Չարլեզներն ասում են, որ դու մեր առաջին ընդդիմադիր падգամավորն ես լինելու։ Չէ, առաջին անկախ падգամավորն ես լինելու, իսկ մեր բանից դուրս ես գալու, կուսակցությունից ու խմբակցությունից։ Ես ենթադրում եմ, որ այս Նիկոլ Վիլենի բանդատ դնելն էլ էր դրան պատասխան, տիպը տղայականով էլի դու էլ քո բանդատել։ Ես երեք կարդացի, որ ինքը օրինակ դեմ էր խոսել փողով բանակից ազատվելու Փաշինյանական շատ պրոյեկտներին, եւ շատ պրոյեկտներին։ Այո։ Լսի, հիմա իր տես ինքը դեմ է խոսել, բայց մենք իրան շանս չենք տվել Նիկոլին մերժելու։ Հիմա Նիկոլը իր փոխարեն բերել է մի հատ ավելի, չէ, ստրուկի։ Անհամեմատ։ Հիմա երբ որ մենք նայում ենք ազգային ժողովը, տեսնում ենք, որ ակնհայտ պրո-նիկոլական, այտենց ագրեսիվ պահված դրսևորում են 10 հոգի, 20 հոգի էլ չկա։ Իհարկե, որ ուզենաս հաշվես, ձեռքերիդ վրա հաշվես։ Մի օր նստելու եմ անկեղծ հաշվեմ։ Ես հաշվել եմ 10 մարդու անուն չես կարա գրես։ Կամ մտքումդ չես հիշի 10 մարդու անուն։ Մնացածը, լսի, մնացածն է, որ սենց ագրեսիվ ինչ-որ, ես ընդ մարդիկ եմ ճանաչում, օրինակ այդ Սեյրան Օհանյանի դեպքի հետ կապված դեպքը, որ բանը եղավ, չէ, այդ միջադեպը, որ եղավ, սենց ակլորացել էին, իբր վրա էին տվել։ Լսի, սրանք ինչ են մտածում։ Մի կողմից ասում են ախպեր, մենք ասում ենք մի տարի հետո ընտրություն ա, որ եթե սրանք շանսը լինի ինքնամաքրվելու, սրանք կմիանան բանին, չէ՞, Նիկոլ Փաշինյանի պաշտոնակության կամ իմպիչմենտի գործընթացին, բայց եթե այդ process-ը չկա, սրանք մի հատ ուրիշ հոգեբանական խնդրի մեջ են։ Նիկոլին ապացուցում են, որ իր հետ են։ Հա, որ մենք անմնացորդ քո հետ ենք, ախպեր մենք պատրաստ ենք նույնիսկ մեր արժանապատվության, ինքնասիրության, Փաշինյանն էլ գիտես, չէ՞, տենց ինչ-որ բան ունի, գրաֆիկ ունի, տենց բլոկնոտիկում նշումներ է անում, հա, այսինքն դու պետք է ստաբիլ այդ բանը ապահովես, հա, իր վստահությունը, որ դու իրան չես դավաճանի, որ դու իր հետ կիսում ես այս բոլոր իշխանության բոլոր սխալների պատասխանատվությունը։ Ինքը տենց այդ պահանջը ունի, էլի, դες չի, որ իհարկե ես վստահ եմ, որ հիմի օրինակ Հայաստան, որ դու ասում ես օրինակ նախապես պայմանավորվեն, չէ՞։ Նախապես պետք չի պայմանավորվեն։ Իրանք վազելով կգան կանեն։ Հիմի օրինակ ես վստահ եմ, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հիմնական խնդիրը այդ նիկոլական падգամավորներին հետևելն է, որ հանկարծ սրանք ընդդիմության հետ բան, sense կոնտակտ չունենան, չգիտեմ, շփում Մարդ փոքր երկիր է, 1000 ծանոթ ու միջնորդ ունենք, բոլորի հետ էլ հարաբերություններ ունենք։ Դժվար է, ասեք, չգիտեմ, պայմանական падգամավորի հետ հանդիպում կազմակերպել իր մորքուրի աղջկա թորան միջոցով։ Մինչև այդ 5 շղթան, որ դու հաշվեցիր, դրանցից մեկը կարող է չեկիս տալի։ Դա մի վախացրու Նիկոլակա падգամավորներին։ Չէ, ես չեմ վախացնում։ Մի հատ արի ամփոփենք։ Լսի, բայց ես ուրիշ բան եմ ասում, երբ որ գա հասնի այդ պահը, որ ասենք թե 36 падգամավոր ստորագրությունը բերել է եւ հարցը մտել է օրակարգ, չէ՞։ Հիմի այս մարդը մտածում է, ախպեր, ես եթե սխվում եմ այս կնոպկեն, Նիկոլ Փաշինյանը զրկվում է իշխանությունից ու ելնի Ես ազատ եմ, я свободен։ Ու դառնում եմ հերոս։ Հերոս, այս ազգը ասելու ախպեր, այս չարիքից դու փրկեցիր մեզի։ Այո։ Նաև քո շնորհիվ մենք ես մտածում եմ այդ 69 հոգու մեջ 18 հոգի տենց մարդ կարա լինի, էլի, կարա լինի։ Դե եթե չլինի էլ, մեծ ողբերգություն չի, ինչ։ Գոնե Նիկոլը կիմանա, որ 36 հոգին արդեն պատրաստի կան, որը կարող են 6 ամիս հետո մի հատ էլ փորձել։ Պատկերացնես ինչքան ավելի զգաստ կլինի, ինչքան ավելի զուսպ կլինի, ինչքան ավելի խաղ կպահի իրան ազգային ժողովում։ Էլ ոչ մեկին համբալ չի ասի, հացը պատվարներում չի բանանի, չէ՞, վախի էլեմենտն էլ ենք, չէ՞, հաշվի առնում ես գործընթացում։ Ամփոփենք։ Վանեցյանը պարտավոր է։ Պարտավոր է, միանշանակ։ Ասենք տարբերակ չունի։ Բան պատիվ ունեմ ու Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ենթադրում ենք, որ կմիանան։ Չարլեզուներն ասում են, որ կմիանան, թե Էդմոնդի տակ ստորագրել են, Վանեցյանի տակ ստորագրեն ու կստորագրեն։ Հայաստան դաշինքը տարբերակ չունի չտալու 28 ստորագրությունը։ Ինչա պակասում։ Հայաստան դաշինքը եթե չմիանա դրան, Իրանց 26 թվին ընդհանրապես պատմությունը ավարտված։ Հա, 26 ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունն էլ։ Իշխանությունն է։
Չմիացան Բայց իշխանությունը։ իշխանությունը Նիկոլը չի վերցնի իրանց ցանկը, դա խնդիրը։ Լսի, տենց չի, որ Ցուցակ չի վերցնի։ հասարակությունը կտենա, որ իրանք ընդդիմություն են աշխատում Նիկոլի մոտ։ Ես միշտ սենց օրինակ եմ, որ ասում են, չէ, ասենք հիմի Զարա, օրինակ դու ֆիլմի ռեժիսոր ես։ Ահա։ Եվ ֆիլմ ես նկարում, այդ գլխավոր հերոսի դերում նշանակել ես քո բարեկամին, որը պետք է բան բոլորին այդ չար ուժերին հաղթի, բան վերջում է իր աղջկա հետ ամուսնանա։ Հիմի բայց մի հատ վատ հերոս էլ բացասական հերոսի դեր էլ կա։ Հիմի որ դու գաս, ասես ավետիս, ուզում ես այն վատ դերում դու խաղաս, որ ասես միշտ ինչ-որ տականքություններ անելու, բան ինչ-որ լավ մարդկանց նկատմամբ, բան ինչ-որ ասես նողկալի բան վարքագիծա դրսևորելու բան եւ այլը։ Հիմի ես ասեմ, Զարա, բայց ես ուզում եմ լավ դերում խաղամ, չէ, ասում դերերը ընդ բաժանված է, մնում ես դու, տեղ չկա։ Հիմի եթե ուզում ես, եթե չես ուզում, նայտես, ֆիլմը կնկարենք առանց քեզ, այդ դերի համար։ Ես երկու հնարավորություն ունեմ, չէ, կամ ասեմ, հա, համաձայն եմ ու գամ խաղամ այդ դերը, դե հիմի ասեմ, ախպետ, դե հիմի կամ էլ ֆիլմից դուրս մնամ։ Հիմի ֆիլմից դուրս մնամ։ Հիմի նույն իրավիճակում Հայաստան դաշինքը կարա հասարակությունը մտածի, որ դա պրոստը իրանք համաձայնվել են Նիկոլի նկարած կինոյում բանի ընդդիմության դերը խաղան։ Եթե իրական քայլեր չանեն Նիկոլին հեռացնելու համար։ Ժամանակը արդեն քիչ է մնացել։ Ու ժամանակը շատ քիչ է մնացել։ Ու դա մեծ հաշվով այդ իմպիչմենտի process-ը դա թեստն է։ Եթե 8 ստորագրություն հավաքվի ու իրանք այդ իրանց 28 հոգով չմիանան, դա թեստն է։ Կդառնանք Գեգամ Նազարյան։ Ֆրակցիայով կդառնանք Գեգամ Նազարյան։ Կներես, հիմի վատ բան եմ իրանց մասին ասում, այնտեղ շատ մարդկանց ճանաչում եմ եւ շատ հարգանքով եմ վերաբերվում այդ մարդկանց, բայց եթե չի հաջողվելու տենց տարբեր հրամանկություններով համոզել, որ լուրջ չէր այդ իմպիչմենտը, ով էր դրա տակ ստորագրելու չլնող բաներ, հո չէին գնա փչանանք, մեր ղեկավարի դեմ էր ուղված, այդ թեզը вообще ողեղումս չի տեղավորվում, ասում դուք անում եք, որ Քոչարյանի դեմին Նիկոլին չպետք է անում հատուկ Քոչարյանին հեղինակազրկելու համար։ Լսի, այդ դեպքը մի քիչ ուրիշ է, երբ որ մարդիկ ասում էին բերեք Քոչարյանի տեխնացությունը դնենք։ Ռոբերտ Քոչարյանը կարար մտածել սենց, որ հատուկ դնում են, որ ես չանցնեմ։ Հա, ցույց տամ, որ ես խաղի մեջ չկամ։ Ես պարտվել եմ։ Մի անգամ էլ ինձ տանեմ պարտության 2026 թվականի ընտրություններից առաջ մի հատ ինձ պարտության տանեն, որին վարկանիշը պարտված տեխնացուի 26 թվականի ընտրություններում իմ հնարավորությունները էականորեն նվազեն։ Բայց եթե կա տեխնացու Արթուր Վանեցյան ու կա հնարավորություն, այդ նշանակում է երկու բան, մեկ, որը ասեցի, իրանք Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն են աշխատում, ընդամենը քննադատելով, այտենց թատրոն բեմականացնելով, իբր քաշքշոց, համբալ, չգիտեմ, էսեն։ Եվ երկրորդը, իրանց համար Նիկոլ Փաշինյանը ավելի ընդունելի է, քան Արթուր Վանեցյանը։ Հա, ասեն ախպեր, Նիկոլը ավելի լավ տղա է։ Հա, մենք ուզում ենք Նիկոլը մնա ավելի լավ է Նիկոլը, քան Վանեցյանը։ Եթե պետք է Վանեցյանը գար, հենա Նիկոլը կա, էլի, թող Նիկոլը մնա։ Թողը տենց ասեն, էդ էլ է տարբերակ։ Թող բարձ ասեն, ասենք ենթադրենք, երբ որ հարցը կգա կհասնի տեղ, որ պետք է ստորագրեն կամ չստորագրեն, թող ասեն, ախպեր, Վանեցյանը մեր համար ընդունելի տեխնացու չի։ Մեր համար Նիկոլ Փաշինյանն է ընդունելի։ Համաձայն եմ, շատ լավ տարբերակներ առաջարկեցիր։ Քանի որ տենց ասենք անծայրացիր զրույց ստացվեց, այսքանով ամփոփենք, շնորհակալ եմ, որ մեր հետ էիք, պիտի խնդրեմ ներքևի հատվածում գրեք, որ ձեր կարծիքը այս բոլոր թեմաների հետ կապված, մեկնաբանությունները մենք շատ ու շատ կարդում ենք, մեկ ջղայնում, մեկ ուրախանում, նայած ինչ եք գրում էլ։ Եթե կարող եք այս տեսանյութով կիսվել ինչ-որ սոցիալական ցանցերում, ինչ-որ մարդկանց ուղարկել, մենք շատ շնորհակալ կլինենք, այդպեսով մեր լսարանը ավելի է մեծանում։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, այս մի քարորյան էլ անցնի, տենանք ինչ ա լինում, չէ՞։ Հույս ունենանք, որ կլինի։ Լավ կլինի։ Հաջողություն։ Միացում։ Ողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասել է Նիկոլն Արցախը հանձնի։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։
Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։